ստացվում է, որ մեր տարածքով անցնելու է ճանապարհ, որը այդպես են կոչում, ճանապարհ, հիմա անունը էական չի, ինչպես է դա կոչվելու, դա կարող է լինել թրիփ, կարող է լինել հենց Փաշինյանի ճանապարհ, կարող է լինել Ալիևի ճանապարհ, Սյունյաց ճանապարհ, Սյունյաց դարպասներ, ով ոնց ուզում է անվանի, դա էական չի։ Ավելի կարևորը, թե ինվեջ դա ինչ է ներառում այդ ճանապարհը։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախյան ադրբեջանական կողմը միջազգային ասպարեզում ի հայտ բերեց հետևյալ գաղափարը, այդպես կոչված է Զանգեզուրի միջանցքի գաղափարը։ Եվ ադրբեջանական այդ կողմի պարագայում էլ այդքան էական չի, թե ինչպես են իրենք անվանել կամ հիմա ինչպես են անվանում, իրենք կարող են օրինակ ժամանակավորապես դադարեցնել այդ ճանապարհը անվանել Զանգեզուրի միջանցք, որպեսզի այս ընտրությունները անցնեն եւ դրանից հետո նորից սկսեն, ինչպես դա իրենց մոտ ընդունված է, Զանգեզուրի միջանցք, իսկ նաեւ այլ անուն դա թուրք յոլու է, այսինքն թուրքական ճանապարհ, որը պետքա միավորի բոլոր թուրքալեզու պետությունները։ Հիմա սա այդքան տարածված չի Հայաստանում, բայց սրա մասին թուրքալեզու պետություններում արդեն իսկ խոսում են։ Այսինքն թուրքալեզու պետություններում այն ճանապարհը, որ անցնելու է հայկական տարածքով, կոչվում են ոչ թե Զանգեզուրի միջանցք, ոչ թե թրիփ, ոչ թե ինչ որ Սյունիքի դարպաս կամ Սյունյաց ճանապարհ, կոչվում են հենց այդպես։ Թուրք յոլու, այսինքն թուրքական ճանապարհ, որը պետք է միավորի Թուրքիան, Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, Հայաստանի տարածքով հետագայում Ադրբեջանը մտնում, իսկ Ադրբեջանից հետ Կասպիական ծովից հասնում է մինչև կենտրոնական Ասիա, որտեղ հիմնականում այդ խոշորագույն թուրքալեզու պետություններն են գտնվում, որոնք հարուստ են նավթի ռեսուրսներով, գազի ռեսուրսներով, այլ ռեսուրսներով, եւ որոնց ռեսուրսները կարող են օգտագործվել ինչպես Թուրքիայի զարգացման համար, այդպես է տրանզիտի համար դեպի Եվրամիություն կամ մի շարք այլ արևմտյան պետություններ։